Հրազդանի հետ իմ կապը հետաքրքիր անցյալ է ունեցել, ամեն շաբաթ վերջի 3 տարում ես մի օր անցկացրել եմ այստեղ եւ հիմնականում արդյունաբերական պրոյեկտների վրա եմ եղել։ Այստեղ է ծնվել մեր այն ծրագրերը, որ Հայաստանին պետք է վերաարդյունաբերականացում։ Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք եւ ինչ ենք կորցրել մենք վերջի տարիների անգործության պատճառով։ Շատերդ գիտեք, վերջի 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենավորակյալ ցեմենտի գործարանով։ Ցեմենտը աշխատում է ժողովուրդ։ Իսկ պետությունը ինչ որ բան արել է, որ աշխատի։ Կարող է ճիշտ կլներ 2 հատ ռիլ քիչ նկարեր, 2 հատ կուկուռուզ քիչ ուտեին, մի օր հատկացնեին, հրազդանցիներին աշխատանքով ապահովեին։ Հեշտ է, բյուջե հարկեր են տալի բիզնեսմենները, բերում ես մի 2 հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում է Ժողովուրդ ջան, տեսեք ես ռեմոնտ արեցի, պետական պարտքով, բյուջեի փողով։ Երբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով, երբ որ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկը կողքը ուղղակի անկազմակերպության պատճառով կանգնեց, այսքան տարի հետո, ամենաբարդ շրջանը Հայաստանի անցնելուց հետո, մենք Պարսկաստանից ենք ցեմենտ բերում։ Դու գիտեք, որ Կոտայքի մարզը Հայաստանի միակ մարզերից է, որ 8 տարվա ընթացքում անգամ մի քիչ աղքատությունը չի իջել։ Բարձրացել է։ Հրազդանն ու Չարենցավանը աղքատությունը բարձրացել է։ Ինչն է պատճառը։ Պետության ղեկավարը պետքա գործով զբաղվի, արդյունաբերությունով զբաղվի։ Հրազդանը, երբ որ նայեք Հրազդանի տեցի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս 5 տարի հետո, Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, 5 տարի հետո, այնտեղ մենակ շինարարություններ եք տեսնելու։ Ցուրտ է ստեղ, ասեմ, ձմեռները ահավոր ցուրտ է, որ ձմեռները գալիս էինք աշխատանքի, ասում էի մարդ, էսի ցուրտ տեղ է, բայց տեսնում էի, որ ժողովուրդը գիշեր-ցերեկ աշխատում է, 2 սմենով աշխատում էր։ Ու մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջի տարիների ամենամեծ ներդրում Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու են Հրազդանի մետալուրգիական գործարան, որը չնայած կառավարության բոլոր խնդիրներին ամեն օր մեր դեմ սարկած, մենք մինչև վերջ պահեցինք ու աշխատավարձերը պահեցինք։ Մարդկանց նշանակալի մասին աշխատավարձը պահեցինք։ Ցեմենտի գործանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական ենք կառուցում։ Տեցը ուզում են փակեն, մենք կողքը նոր տեց ենք կառուցում։ Բայց այն ինչ հիմա ենք անում, փոքր բան է, այն ինչ կարա անի ամբողջ պետությունը, ամբողջ պետական ռեսուրսներով մենք կարանք անենք։ Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը Հայաստանի ապագանն է։ Հրազդանը Հայաստանի կենտրոնն է, էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով ձև չունի Հրազդանը չզարգանա։ Աշխատող ժողովուրդ եք, գիշեր ցերեկ, պետքա կառուցենք։ Ուրիշ տեղեր որ լինում եմ, ասում են պատմեք ինչ է կարել։ Կարծում եմ Հրազդանում երևի մի 5-6 արտադրություն ենք հիմնել, գոնե հրազդանցիները գիտեն, որ այդ փեշակին տիրապետում ենք։ Աշխատատեղ ստեղծելու փեշակին տիրապետում ենք։ Նաև երկրորդ բանն եմ ուզում ասեմ։ Ինչ բարքեր են տիրելու Հայաստանում վաղը։ Առաջինը թայֆայականություն չի լինելու։ Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, եթե մարդը Հրազդանում ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց տեսնում ենք փողոցները լավ են, լավ է իր գործը անում, այդ մարդու հետ մենք պետքա ճանապարհ գնանք։ Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը։ Համաձայն եք։ Դուք հասկացաք ինչ եմ ասում։ Շատ մարդկանց մոտ նաև բան է, նոր բան են մտածել, ասում է Սամվել Կարապետյանը ամենամեծ կապիտալի տեր, հայկական ամենամեծ ընկերության ղեկավարը։ Ասում է եկել է, որ ոչ թե ինքը կրի, այլ ուրիշին տա։ Լսել եք էդի։ Ժողովուրդ, հիմա ձեզ ոնց որ եկեք համեմատենք, եթե ինքը Սամվել Կարապետյանին չի համարում իր մրցակից, ինչու է Սամվել Կարապետյանը մինչև մակալանքի տակ։ Ինչու են մենակ մեզ բռնում։ Վախից ումից է վախենում։ Սամվել,
բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ իրենք առանց նախապայման ձայն են տալու այն ուժին, որը ընդդիմությունից ամենաշատ ձայնը հավաքել։ Իսկ ով է ամենաշատ ձայնը հավաքելու։ Ու ով է լինելու մեր վարչապետը։ Շնորհակալ եմ, հրազդանցիներ ջան։ Խոսքս տված հիշեցնում եմ, մի անգամ էլ եմ հիշեցնում։ Աստված առաջ, մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի երկի կառավարումը վերցնելուց հետո դուք կտեսնեք տեցի կողքերի ինչ է սկսվելու։ Դուք կտեսնեք ինչ շինարարություն է սկսվելու։ Ու ինչ երկիր ենք ունենալու։